Մարտի 1-ի հարցին բազմիցս անդրադարձել եմ, իհարկե դա մեր սև էջերից մեկն է, իհարկե այդ օրվա իշխանությունը միանշանակորեն պատասխանատվություն է գրում դրա համար, իշխանությունը պետք չէ թողեր, որ նման բան տեղի ունենար, ես այդ իշխանության մաս եմ եղել, եւ հենց մարտի 1-ի օրը ես խորհուրդ կտամ մի հատ թարմացնեք հիշողությունները, գնաք եւ YouTube-ում գա իմ ելույթը, որը գրագոցներից 3-4 ժամ առաջ է տեղի ունեցել, ուղղակի օդում զգալով, որ լարված իրավիճակ է եւ նման զարգացումներ կարող են լինել, ես փորձել եմ կանխել։ Ես շահեգանորեն նաեւ դարբերում եմ բոլոր միսկական գործիչներից, որ այդ պատասխանությունն եմ վերցրել, համարձակություն եմ ունեցել իսկապես կանգնել կամերայի առաջ եւ գոչ անել եւ հանրապետության նախագահային այսին իշխանություններին եւ ընդդիմությանը, որպեսզի կարողանան երկխոսության մեջ մտնել, որպեսզի մենք խուսափենք մարտի 1-ից։ Անասանյանության օրակարգում մարտի 1-ի բացահայտումը կլինի։ Գիտեք, դա իրավական, այսինքն իրավաբան մարմինները պետք է դրանով զբաղվեն, այնպես որ այնտեղ բնականաբար աջակցություն կլինի եւ ինչքան տապանցիկ լինեն այդ հարցերը, այդքան լավ